Իշխանությունը բացահայտ ճնշումներ, հալածանքներ է կիրառում, ձեր կարծիքով արդյոք Փաշինյանը այս եղանակով կհաջողվի 2026-ին նորից ստանալ ժողովրդի քվե։ Չէ, իմ կարծիքով եթե ժողովուրդը արտար լինի, ինքը պետք է ոչ չընդդիմի։ Մի հատ երկրում ինչի են ավտորիտար կամ տոտալիտար պրոցեսներ սկսվում, միանշանակ ճարահաձալությունից։ Ռեսուրս չունի, ուրիշ միջոց չունի այդ հարցերը կարգավորելու, հասնում է ամեն ինչի վրայով եւ փորձում է անել անհասկանալի կամ անորոշության մեջ գցող կամ մարդկանց խելագարության հասցնող, չգիտեմ, ինչ միջակների, որովհետեւ դրանով փորձի ինչ-որ հարցեր իր համար շահել կամ ժամանակ շահել։ Ինքը 90-ական թվականներից այդպես անընդհատ հալածվել է, որովհետև միշտ ընդդիմադիր է խաղացել, դրա համար հիմա վախենում եմ հանկարծ ձեռից առնեն թագը, գահը։ Չգիտեմ, չեմ կարծում։ Ես բոլորի տեղը չեմ կարող պատասխանել Ազոջան, բայց ես ով չեմ ընտրելու իրան։ Եթե ժողովուրդը իմաստուն է, ուրեմն իրան չի ընտրի, եթե իմաստուն չէ, ուրեմն թողեցան տարապի։ Ժողովրդի ձայնը ինքը կյանքում չի ստանա։ Մեկը ես իրան մենակ 18 թվին եմ, այն է սխալվա ուր ցեն տվեցի։